Կիևյան փողոցից 2 օր առաջ եղբորս հետ դուրս եմ գալիս իրեն շքամուտքից, այդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը եւ ինձ ասում է ինձ սրա համար փող պետք է տաք։ Քաղաքապետը գործակարգավարական նիստում դժգոհեց տնտեսվարողները չգիտեն, որ ավականու որոշմամբ մասնավոր տնտեսվարողները, ովքեր առաջնային գծում ունեն օբյեկտներ, հասարակական տարածքներ, բիզնեսներ, պարտավոր են ձնամաքրման աշխատանքների մասնակցել։ Ավինյանի խոսքով ամանորին առաջնային եւ երկրորդային ճանապարհների ձնամաքրման հետ կապված գրեթե խնդիրներ չեն ունեցել, բայց վարչական շրջանների կատարած աշխատանքի առնչությամբ դժգոհություն կա։ Բավարարչափով ջանք չի գործադրվել, որ մասնավոր տնտեսվարողները իրենց կառույցների դիմացի հատվածում ձնամաքրման աշխատանքներ կատարեն, ինչը իրենց պարտականությունն է։ Քաղաքապետի խոսքով կան վարչական շրջաններ, որոնք որևէ վարչական տուգանում չեն արել։ Հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինացված, ասենք անգամներով, տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտում է արձանագրում։ Կան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը։ Լավ ամառ դուրս գալը լավ բան չի։ Գործակարգավարական նիստում քննարկվել է նաև 18 ներդրումային ծրագրերի հարցը։ Սրա արժողությունը 10 միլիարդ դոլար է։ Օրինակ, մետրոյի Աջափնյակ կայարանի համար նախատեսվել է 98 միլիարդ դրամ։ Ֆինանսավորել է կառավարությունը, որևէ միջազգային կամ վարկային գործիքակազմ ըստ քաղաքապետարանի չի կիրառվել։ 2026-31 թվականներին այն փաստացի կիրագործվի, վստահեցնում է ներդրումային ծրագրերի իրականացման վարչությունից։ Նախագիծն ու շմակ փորձաքննություն ավարտված են։ Նախագծային աշխատանքները իրականացվել են 2021-25 թվականներին։ Քանի որ FIDI կարգավորումներով տեղ հսկողը ըստ էության ծրագրի ինժեներն է, այսինքն նաև ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։ Թվարկելով տարեսկզբյան անելիքները, Ավինյանն անդրադարձել է նաև օդի որակի խնդրին։ Նրա համոզմամբ կարողանալու են հետազոտել ինվենսիոն շերտը, այսպես կոչված կեղևը, որը խոչընդոտում է օդի աղտոտվածության հեռացման կանխատեսումներ իրականացնել։ Քանի որ քաղաքապետարանը ըստ Ավինյանի կենտրոնացած է օդի որակի խնդրի վերաբերյալ ավելի վերլուծական տվյալներ տալու եւ դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։ Առողջապահության վարչության պետն էլ տեղեկացրել է, որ 7 նոր շտապօգնության մեքենաներ են ձեռք բերել։ Նորությունները սպասվում նաև բուժաշխատողների աշխատավարձների առնչությամբ։ Ձեռք է բերվել պայմանավորվածությամբ ամբողջ տարածքում գործող շտապ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների համար պետության կողմից սահմանել մեկ համընդհանուր կանչի գին։ Կանչի վերանայման եւ բարձրացման արդյունքում կիրականացնենք բժիշկների բուժքույրերի եւ վարորդների աշխատավարձերի բարձրացում։ Քաղաքապետը անդրադարձել է նաև քաղաքում խցանումների խնդրին, նրա խոսքով 250 18 մետրանոց ավտոբուսների մուտքը նոր հնարավորություններ կստեղծի։ Ավինյանն ասել է հասնելու են այն կետին, որ առաջնային փողոցում, բացի հանրային տրանսպորտից, ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտք արգելվի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։